Հովհաննես Մկրտիչ այս սուրբի անունը շատ եկեղեցիներ են կրում եւ այսօր հունվարի 14-ին ամենուր տոնական սուրբ պատարագ մատուցվեց։ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակը հայ առաքելական եկեղեցին տոնում է տարին 4 անգամ։ Այսօր պատվելի սրբի ծննդյան տոնն է։ Բոլոր եկեղեցիները լեցուն էին հավատացյալներով։ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում պատարագիչը Տեր Սերովբե Ավագ Քահանա Պետրոսյանն էր։ 7 անվան Տեր Սուրբ, Մարգարե, Ճգնավոր, Մկրտիչ, Կարապետ, Պաշտելի, Մեծ բարեխոս, այս պատվանուններով են կոչել մարդիկ Հովհաննես Մկրտչին եւ միշտ աղոթքով, երկյուղածությամբ ու մեծ հավատքով դիմել Մարգարեի բարեխոսությանը։ Սուրբ Հովհաննեսը առաջին ապաշխարության խորհուրդ տվողն է մարդկությանը։ Ամենամեծ խորհուրդն է դա։ Եթե զղջում է մարդը, նշանակում է այդ մարդու մեջ կա Աստված։ Նշանակում է նրան, ինչպես Աստված տվել է արդեն դարձի ճանապարհ, ինքը պատրաստական պիտի լինի ապաշխարելու եւ զղջալու, դեպի Աստված գնալու, չարից հեռանալու, նախանձից, վատ սովորություններից, վատ բարքերից, ահա թե ինչ բերեց Սուրբ Հովհաննեսը մեզ մարդկությանը։ Սուրբ Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրում է Ղուկաս Ավետարանիչը։ Հովհաննեսի հորը Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է հրեշտակն ու ավետում նրա որդու ծննդյան մասին։ Ծեր Զաքարիան սակայն թերահավատությամբ է ընդունում բարի լուրն ու որպես պատիժ մինչև որդու ծնունդը համրանում է։ Այս սուրբը, որը պիտի մկրտեր համայն մարդկության փրկչին, Հիսուսի աշխարհգալստյան համար ցնծացել է դեռևս նրա ծննդից առաջ։ Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին, Սուրբ Մկրտչի մորը, վերջինս լցվելով Սուրբ Հոգով բացականչում է. «Որտեղից ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ կա, որովհետև երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում»։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող բազմաթիվ գանձերի թվում նաև Հովհաննես Մկրտչի մասունքները կան։ Տարբեր մասնատուփերում ամփոփված մասունքները հրաշագործ ու բուժիչ ազդեցություն ունեն, եւ մարդիկ մշտապես են ապավինում դրանց զորությանն ու օրհնությանը։ Ըստ Ագաթ Հանգեղոսի, Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինե եպիսկոպոսի մասունքները Կեսարիայից Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է այստեղ բերել։ Մերի Հովսեփյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։ Ինչպես արդեն ասել ենք, հայոց եկեղեցում Սուրբ Ծննդյան հանդիսություններն սկսվում են հունվարի 5-ի երեկոյից եւ ավարտվում 13-ին Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնով։ Այն մեր եկեղեցու տերունական անշաշ տոներից է։ Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում հունվարի 12-ի երեկոյան ժամերգության ավարտին կատարվեց նախատոնակի արարողություն, իսկ հաջորդ օրը մատուցվեց Սուրբ Պատարագ։ Միացնայեջ տաճարում պատարագիչը Տեր Մեսրոպ Վարդապետ Պարսամյանն էր։ Ըստ Ղուկաս Ավետարանչի, Մարդացյալ Աստվածորդուն նրա ծննդյան 8-րդ օրը Հովսեփն ու Մարիամը սովորույթի համաձայն տանում են տաճար։ Մանկանը կոչում են Հիսուս, ինչպես պատվիրել էր Գաբրիել հրեշտակապետը Աստծո որդու ծնունդն ավետելիս։ Հոգևոր հայրերն ասում են, որ տոնն իր մեջ ներառում է մի գեղեցիկ խորհուրդ ևս՝ ծնված յուրաքանչյուր զավակի 8-րդ օրը տաճար բերել, նրան Աստծուն նվիրել եւ հենց այդ օրը նրան մկրտել ու անվանակոչել։ Մկրտության կանոնը ևս պահանջում է, որ երախան մկրտվի հենց 8-րդ օրը։ Վիկտորիա Կարապետյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում առանձնահատուկ օր է։ Մայրաթորի Վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանն օծում է հիմնարկի Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռը։ Սրբատեղին կառուցվել է ազատազրկվածների ջանքերով, նախաձեռնությունը Հովսեփ Սահակյանինն է, իսկ սրբապատկերները հեղինակել է Արտյոմ Սարգսյանը։ Ֆիզիկական անազատության մեջ նրանք առավել շատ են զգում հոգու ազատության, Աստծու հետ հաղորդակցման կարևորությունը։ Մարդիկ ինձանից սկսած գալիս են, կմտնեն մի հատ մոմ կվառեն, կհաղորդակցեն Աստծու հետ, իրանց ընտանիքներին կհիշեն,
Եթե այն ժամանակ դրսում ամեն մեկը մի անկյունում կայնած մտքերով էր ընկնում, այսօր այստեղ էլի մտքերով կընկնի, բայց կհաղորդակցվի Աստծո հետ։ Կմտածի իր աղոթյալի ապագայի համար։ Սրբազան հայրն իր քարոզում ներկաներին հիշեցրեց, որ այսօր հայ եկեղեցին տոնախմբում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծնունդը, ում անունով կոչվում է այս մատուռը, եւ կոչ արեց բանտարկյալներին իրենց աղոթքներում խնդրել Սրբի բարեխոսությունը, Աստծո օրհնությունն ու շնորհները ստանալու համար։ Ինձ թվում է այստեղ գալու եք յուրաքանչյուր մեկը մի բան փնտրելու, այն ինչ որ դրսում ազատության մեջ եկեղեցի մտնելով դա չեք փնտրելու։ Այստեղ եք գտնելու այն պատասխանը, ինչը որ դրսում այդ հարցը չունեք։ Մարդ ինչ էլ որ լինի իր կյանքում, մարդկայնորեն ինչ հանցանք ու զանցանք էլ գործի, անկարելի է որ Աստծո մոտ ներում չգտնի։ Հոգևոր անկյուն այստեղ օծվեց, որպեսզի այստեղի բնակիչները հնարավորություն ունենան առանձնության, աղոթքի, խոստովանության, ներքին անդրադարձումի մի վայր, որտեղ մարդ Աստված կապը կընդգծվի, ավելի սերտ կլինի եւ ինչ որ իմաստով նաեւ մարդու մեջ վերափոխման, փոփոխության, մաքրման այս ընթացքը կապահովի։ Նշան Աբասյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։ Այս տարի Մայրավանքի ջրօրհնեքի Խաչի կնքահայրը լինելու պատվին արժանացել էր վաստակաշատ գիտնական ակադեմիկոս Սեն Արևշատյանը։ Ընդունված կարգի համաձայն վեհափառ հայրապետի տնօրինությամբ Խաչը մեկ շաբաթով հանգրվանել է կնքահոր բնակարանում։ Թույլ կտակ, ես էլ համբուրեմ։ Բոլորը եկան տեսան, չէ՞։ Ասեմ, որ ինձ համար անակնկալ էր։ Մեկ էլ զանգ, հեռախոսազանգ եւ բան քարտուղարուհին, թե չգիտեմ, որ պարոն Արևշատյան, դες հետ ուզում է խոսել վեհապարտերը։ Ով վեհապար, եւ միացրեց եւ վեհապարը դիմեց այսպիսի առաջարկությամբ։ Պարոն Արևշատյան, ես կցանկանայի, որ դուք լինեիք իմ խաչեղբայրը։ Ամեն ինչ եղավ ըստ պայմանավորվածության, պատմում է գիտնականը։ Հունվարի 6-ի վաղ առավոտյան Մայրաթոռից եկած ավտոմեքենան ինձ ու Քնարիկին վեհարան տարավ։ Պատարագի ավարտին սկսվեց ջրօրհնեքը։ Նախ շապիկ հակա, որ առաջին անգամ էր իմ կյանքում, շապիկ եւ բարձրացապեմ եւ բռնեցի այս Սուրբ խաչը, պահեցի, որ այն ժամանակ երբ որ արդեն վեհապար տերը, որը պատարագիչն էր այդ օրվա, վերցրեց խաչը, թաթախեց երկու կաթսաների մեջ, օրհնեց եւ այդ օրհնած ջուրը հետո բաժանվեց ժողովրդին։ Մայր տաճարում, այն էլ բեմում, որպես խաչեղբայր, դա առաջին անգամ էր իմ կյանքում եւ առանձին դա հատուկ դեպք էր, որը իմ հիշողության մեջ շատ վառ տպավորվել է եւ կմնա ընդմիշտ։ Ես հպարտություն էի զգում իմ ամուսնու համար, որովհետեւ ոչ բոլորն են այդպիսի պատվի արժանանում։ Ուրեմն պարոն Արևշատյանը իրոք արժանացել է շատ մեծ պատվի, որովհետեւ հազվադեպ մարդուն է հաջողվում լինել խաչեղբայր։ Դժբախտաբար ես այդ օրը վատառողջ էի եւ չկարողացա գնալ պատարագի, Էջմիածին, չնայած շատ էի ուզում ներկա գտնվել, բայց ծայրից ծայր ամբողջ պատարագին շատ ուշադիր հետևում էի եւ իհարկե հուզվում էի նաեւ, եւ հուզվում էի եւ հպարտություն էի ապրում։ Հետո երբ խաչը բերեցին տուն, իհարկե շատ հետաքրքիր էր եւ հուզումնալից։ Ինձ համար շատ անսպասելի էր հեռաձայնը, որ ուրեմն ինձ պատիվ շնորհված ներքևից խաչը բարձրացնել վերև։ Ես անմիջապես իջա ներքև եւ այսպես իհարկե մեծ հուզմունքով, որովհետեւ մեր առասարակ ազգային հոգեվոր կյանքում խաչը առանձնահատուկ նշանակություն ունի եւ այս զգացումներով իհարկե ես իջա ներքև եւ մի փոքր զարմացա տեսնելով խաչի բավական
ծանր է, ուրեմն ուրախությամբ ես դա բարձրացրեցի վերև։ Որոշեցինք խաչն այնպիսի տեղ դնել, որ անմիջապես տեսանելի լինի տուն մտնողին, ասում է Երվանդ Երկանյանը։ Տեղադրել են հենց մայրաթոռից բերված իր սրբիչի վրա, կողքին խնկամանն է ու նշխարքը։ Հաջորդ օրը հայրիկիս 85-ամյակն էր, հավաքվել էինք ամբողջ Գերդաստանով եւ բոլորը, ովքեր որ եկան, իհարկե համբուրեցին խաչը, ուսումնասիրեցին, շատ հետաքրքրված եւ մյուս օրերին էլ նույնպես եղան այցելություններ, հատկապես մեծ ողջավորություն ցուցաբերեցին երեխաները։ Եկեղեցու նկատմամբ ընտանիքի սերն ու հարգանքը դեռ պապերից է գալիս, պատմում է Սեն Արևշատյանը։ Նրա պապիկը տիրացու է եղել Ռնդեվալ գյուղում։ Խրիմյան հայրիկի հրավերով տեղափոխվել է Երևան եւ նշանակվել Սուրբ Կաթողիկե եկեղեցում։ Այդ եկեղեցու բակում էլ ծնվել է հայրը, ով հետագայում որպես առաջնակարգ իրավաբան եղել է Վազգեն Վեհափառի խորհրդատուն։ Իսկ տիկին Քնարիկի պապը քահանա է եղել, անձամբ է ճանաչել Կոմիտասին, բազմիցս հյուրընկալել նրան։ Հուսով ենք, որ մեր թորներն ու ծորներն էլ եկեղեցասեր են լինելու, ասում են Տեր եւ տիկին Արևշատյանները։ Ես կցանկանամ երիտասարդներին, իմ թորներին, այժմ արդեն նաեւ ծորներին, որ նրանք լինեն նախ ազնիվ, աշխատասեր, հայրենասեր, երբ որ երեխաները մեծանան, դառնան հայրենիքի համար օգտակար մարդիկ։ Դա մեծապես լցնելու է նրանց հոգին մի բովանդակությամբ, որ իրանք իրենցից գոհ մնան։ Կարինե Հարությունյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։ Այսօրերին Հայաստանի Հանրապետության տարբեր զորամասերում հոգևորականները Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության ջրորդնյաց արարողություն են կատարում, հազարավոր զինվորների ու սպաների հաղորդակից դարձնելով տոնին։ Հրետանային զորամասերից մեկում այդ արարողությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կատարեց։ Սրբազան հայրը նախ օրհնեց զորամասի բոլոր զինծառայողներին, նրանց բարի ծառայություն մաղթեց, բացատրեց արարողության իմաստն ու օրհնեց զորամասի ջուրը։ Ջրորդնյաց խաչքավորի պատասխանատու դերը զորամասի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Հարությունովին վստահվեց։ Զորամասը նաև ընտանիք է, մեծ ընտանիք է, եւ այդ ընտանիքում ապրող ամեն մի անձ, զինվոր թե սպա, պետք է հաղորդակցվի եկեղեցու հետ։ Քանի որ նրանք իրենց պարտականությունների մեջ են, ծառայության մեջ են, նրանք հնարավորություն չունեն եկեղեցի այցելելու, այս պահին մեր հոգևոր սպասավորները նման արարողությունները կատարում են։ Եվ կարծում եմ, սա շատ կարևոր դեր է խաղում զինվորի, սպայի եւ հոգևոր հովի հարաբերությունների մեջ։ Զորամասի հոգևոր պատասխանատուն Կարեն Սարգսակն է։ Ծառայում է շուրջ 1 տարի եւ վստահեցնում, որ եկեղեցական տարբեր արարողությունների օրն ու ժամը հաճախ հենց իրենք զինվորներն են հարցնում։ Տոների ու ծեսերի մասին շատ բան չգիտեն, սակայն կարևորը իմանալու ցանկությունն ու ձգտումն է։ Զորամասում էր նաեւ Հայաստանի Հանրապետության Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը։ Ջրորդնյաց արարողությունից հետո զինվորներին Աստվածաշունչ մատյաններ բաժանվեցին։ Իդեպ արդեն 5 զորամասում բաժանվել է Սուրբ Գիրքը։ Հրատարակել է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը բանակի հոգևոր առաջնորդության հետ համատեղ։ Բարերարությունը Նոր Զելանդիայի Աստվածաշնչային ընկերությունն է ստանձնել։ Ինչպես Աստվածաշունչը բոլորի համար կյանքի ուղեցույց է, մենք ուզեցինք, որ նաև հայոց բանակի յուրաքանչյուր զինվոր այդ ուղեցույցը իր կյանքի համար կարևոր ուղեցույց ունենա։ Եվ այդ գիրքը նոր դարվարիթով մենք հանձնում ենք բոլոր զինվորներին իբրև գերագույն առաջնորդություն, իբրև գերագույն հրամանատարություն եւ մանավանդ կյանքի ամենալավ ընկեր։ Աստվածաշունչ մատյանը 100,000 տպաքանակ կունենա եւ մինչեւ 2014 թվականը Հայաստանի Հանրապետության բոլոր զորամասերը կունենան։ Մերի Հովսեփյան, Գուրգեն Ջանիբեկյան, Եկեղեցական կյանք։ Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ Տեր Նիկողոս Քահանա Հովանեսյանը վաղուց արդեն Մովսիսյան ընտանիքի բարեկամն է։ Մինաս Պապն այս ընտանիքի ավագն է, 90 տարեկան։
Հյուրերին պատմում է իր կյանքի պատմությունը, վերհիշում երիտասարդ տարիները, երբ դեռ բնակվում էր Պարսկաստանի Սպահան նահանգի Չարթախ գյուղում։ Այդ տարիներին Մինաս պապը եկեղեցում է ծառայել։ Երգել է տեղի հայկական եկեղեցիներից մեկի երգչախմբում, իսկ երբեմն օգնել գյուղի եկեղեցուն, ինչով կարողացել է։ Անցյալը հիշելիս Մինաս պապը որոշեց մի երգ նվիրել հյուրերին, մի բան, որ ընտանիքի անդամների խոսքով շատ հազվադեպ է լինում։ Մովսիսյան ընտանիքը տեղափոխվել եւ հաստատվել է Հայաստանում 1946 թվականին։ Հավատացյալ պապը եկեղեցու հանդեպ իր սերն ու ակնածանքը փոխանցել է նաեւ զավակներին։ Այսօր էլ ընտանիքի բոլոր անդամները ծիսական կյանքից փորձում են անմասն չմնալ։ Ամեն կիրակի Սուրբ Զորավոր եկեղեցում են։ Կրտսեր զավակը Հասմիկն օրինակ ասում է, որ պատարագը դարձել է իր կյանքի կարևորագույն մասը։ Երբ հանկարծ չի ստացվում ինչ-ինչ պատճառներով քննություն եւ այլն, շատ ցավում եմ, բայց երբ մայրիկը գալիս է, հարցեր եմ տալիս, ինչի մասին էր այսօրվա քարոզը եւ այլն, ու իրոք շատ հետաքրքիր է ու կարծում եմ, որ շատ կարևոր է լինել պատարագի, որովհետեւ այդ պատարագի ժամանակ մենք նույնպես ստանում ենք Տիրոջ օրհնությունը եւ ելի բերում մեր ընտանիքներ։ Հասմիկն ապագա արևելագետ է, ընտանիքի անդամների եւ Տեր Նիկողոսի հետ մտերմությունը հենց նրա միջոցով է սկսվել։ Քննություններից առաջ նա պարտադիր եկեղեցի է գնում, ստանում Տեր Հոր օրհնությունը։ Այս օրերին էլ պատրաստվում է քննության։ Համոզված է, որ տնօրնեքի արարողությունը եւ Տեր Նիկողոսի օրհնությունը այս անգամ էլ կօգնեն քննությունների ժամանակ ցանկալի արդյունքի հասնել։ Մովսիսյան ընտանիքը տնօրնեքի արարողությունը վերածել էր տոնի, հրավիրել էին նաև մորական պապին։ Տեր Հոր աղոթքներին ու շարականներին միացել էր նաև 90-ամյա Մինաս պապը, ով թեև մեծ դժվարությամբ է քայլում եւ տեղից գրեթե վեր չի կենում, սակայն տնօրնեքի ողջ ընթացքում կանգնած էր։ Տիրոջ օրհնությունը պետք է միայն հոտնկայս ստանալ, ասում է նա։ Տեր Հայրն օրհնեց տան հացը, ջուրը եւ աղը, խաղաղություն, սեր ու առատություն մաղթեց ընտանիքի անդամներին։ Յուրաքանչյուրս էլ մեր պարտքն ենք համարում Քրիստոսի օրինակով հովվել հոտը եւ բնականաբար յուրաքանչյուրիս աչքից էլ չպետք է վրիպի նման օրինակ ընտանիքները։ Շատ օրինակելի ընտանիք են հավատքի մեջ նաեւ այն առումով, որ եւ տնօրնեքի գիտակցությունը ունեն իրենց մեջ եւ ունեն պատարագի գիտակցությունը իրենց մեջ։ Տնօրնեքի արարողությունը ունի իր մեջ շատ մեծ խորհուրդ, բայց մենք մեր մեջ պիտի անընդմեջ կրենք դա։ Հիսուս Քրիստոսի լույսը, ջերմությունը, հավատը, սերը դա անընդմեջ պիտի մեզ հետապնդի։ Հավատացած եմ, որ բոլոր չար ուժերը, ոչ բարի բաները մեր ընտանիքից իսպառ պիտի վերանան, այսինքն ոչ միայն ընտանիքից, ոչ միայն օջախից, այլ նաև մեր հոգիներից։ Հավատում ենք, որ տնօրնեքից հետո կօրհնվի տունը, հիվանդությունը մեզնից կհեռանա, հաջողություններ, առողջություն կլինի ընտանիքում։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Ծննդյան ավետիսն ու աստվածային օրհնությունն այս ընտանիքը ստանում է տարվա ընթացքում 2 անգամ՝ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներից հետո։ Տնօրնեքի արարողությամբ հայ եկեղեցին արժևորում է ընտանիքի նվիրականությունն ու սրբությունը։ Արարողությունից հետո ընտանիքի անդամները հավաքվեցին սեղանի շուրջ, սեր ու միություն մաղթեցին միմյանց։ Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի անդամ Հասմիկն էլ սիրելի հյուրերին պապի օրինակով երգ նվիրեց։ Անուշ Առաքելյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։